Շատ լավ, մենք օրակարգում 2 հարց ունենք դեռ, բայց ես կառաջարկեմ, քանի որ 2 հարցի զեկուցողն էլ շրջակա միջավայրի նախարարն է, 2 հարցը միանգամից զեկուցեք, պարոն Մաթևոսյան։ Շնորհակալություն։ Հարց համար 16 եւ հարց համար 31։ Պարոն վարչապետ, փաստացի փոխկապակցված հարցերդ միանգամից կզեկուցեմ։ Մեծարգո վարչապետ, հարգելի գործընկերներ, կառավարության քննարկման եմ ներկայացնում առևտրի եւ ծառայությունների մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին, վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին եւ շուկայի վերահսկողության մասին օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը։ Նախագծերի մշակումը բխում է կառավարության 2021-2026 թվականների ծրագրից, որով որպես շրջակա միջավայրի ոլորտի առաջնահերթ ուղղություն ամրագրված է մեկանգամյա օգտագործման պոլիէթիլենային արտադրանքի գործածության աստիճանական կրճատումը եւ արգելումը։ Նախագծերի փաթեթով նախատեսվում է 2027 թվականի հունվարի 1-ից արգելել պոլիէթիլենային պարկերի եւ տոպրակների օտարումը, ինչպես նաեւ արկայությունը առևտրի օբյեկտներում, հանրային սննդի օբյեկտներում, շրջիկ առևտրի կետերում, տոնավաճառներում, մանրածախ առևտուր իրականացնելիս բացառությամբ կրշափաթեթավորման եւ երկրորդային հումքից արտադրված աղբի համար նախատեսված պարկերի։ Արգելքը կտարածվի նաև 50 միկրոնից ավելի հաստություն ունեցող պոլիէթիլենային պարկերի եւ տոպրակների վրա, սա փաստացի գործող կարգավորումով։ Որպես այլընտրանք դիտարկում են թղթից եւ կտորից պատրաստված բազմակի օգտագործման համար նախատեսված տոպրակները։ Արգելվում է նաև պլաստիկից կամ փրփրապլաստից պատրաստված մեկանգամյա օգտագործման տարաների եւ սպասքի արկայությունը կամ օտարումը նույն վայրերում։ Այստեղ եւս սահմանված է բացառություն կրշափաթեթավորման համար օգտագործվող կապարիչով պլաստիկի տարաների համար, որպես այլընտրանք դիտարկում են թղթից եւ փայտանյութից պատրաստված սպասքը, ինչպես նաեւ թղթից կամ փայլաթիթեղից պատրաստված տարաները։ Սույն նախագծերով սահմանված արգելքները խախտող տնտեսվարողները կենթարկվեն վարչական պատասխանատվության առաջին դեպքում նախազգուշացում, իսկ խախտումների կրկնության դեպքում կնշանակվի 100,000-ից մինչև 150,000 դրամ տուգանք։ Հիշեցնեմ, պարոն վարչապետ, որ այս պահին գործող կարգավորումներով տուգանքը նախատեսվում էր 30,000-ից 100,000 դրամ։ Վարչական իրավախախտումների վերահսկողությունը վերապահվելու է շուկայի վերահսկողության տեսչական եւ տեղական ինքնակառավարման մարմիններին համատեղ։ Մեկանգամյա օգտագործման պլաստիկի սպառման սահմանափակումը Հայաստանում ոչ միայն բնապահպանական, այլև քաղաքական, տնտեսական եւ առողջապահական կարևոր նշանակություն ունի։ Այն համահունչ է նաեւ քիչ առաջ քննարկված առողջության համընդհանուր ապահովագրության մասին օրենքի նախագծի տրամաբանությանը, քանի որ այս նախագիծը կանխարգելու է շնչառական հիվանդությունների եւ քասկեղի ռիսկը։ Մեկանգամյա պլաստիկ թափոնները համարվում են բնության աղտոտման հիմնական աղբյուրներից, նպաստում են միկրոպլաստիկի կուտակմանը, որը վտանգ է պատճառում թե կենսաբազմազանությանը եւ թե մարդու առողջությանը։ Այս ամենը ցույց է տալիս, որ շրջակա միջավայրի պահպանությունն ու հանրային առողջության պաշտպանությունը փոխկապակցված գործընթացներ են եւ դրանց լուծումը պահանջում է համակարգային մոտեցում եւ հետեւողական քաղաքականություն։ Հարգելի գործընկերներ, կարևոր եմ համարում նշել նաեւ, որ այս քայլը կներկայացնի Հայաստանը որպես պատասխանատու եւ կայուն զարգացման սկզբունքներին հավատարիմ պետություն, հանդիսանալով հզոր ազդակ միջազգային հանրությանը Հայաստանում անցկացվելիք COP17 միջազգային համաժողովի նախաշեմին։ Խնդրում եմ հավանության արժանացնել ներկայացված օրենսդրական նախագծի փաթեթը։ Մյուսն նոր քվեարկենք, շատ լավ։ Ներկայացնում եմ արտադրական կեղտաջրի նախնական մաքրմանը ներկայացվող պահանջները սահմանելու մասին կառավարության որոշման նախագիծը։ Նախագիծը մշակվելի կատարում կառավարության 2021-26 թվականների միջոցառումների ծրագրին նախագծով սահմանվել են արտադրական կեղտաջրի նախնական մաքրման պահանջներ, որոնք լիովին համահունչ են ԵՄ դիրեկտիվներին եւ մասնավորապես համաձայն քաղաքային կեղտաջրի մաքրման մասին դիրեկտիվի արտադրական կեղտաջրերը, որոնք մտնում են ջրահեռացման համակարգեր եւ բնակավայրերի կեղտաջրի մաքրման կայաններ, պետք է ենթարկվեն այնպիսի նախնական մաքրման, որպեսզի առաջինը չվնասվեն ջրահեռացման համակարգերը, կեղտաջրի մաքրման կայանները եւ հարակից սարքավորումները, եւ երկրորդ չխոչընդոտեն կեղտաջրի մաքրման կայանի շահագործմանը եւ տիղմի մաքրմանը։ Համաձայն արդյունաբերական արտանետումների վերաբերյալ դիրեկտիվի, եթե արտադրական օբյեկտը կոլեկտորով է միանում քաղաքային մաքրման կայանին, անհրաժեշտ է նախնական մաքրում, եթե կեղտաջրերը կարող են վնասել կամ ծանրաբեռնել կայանը եւ եթե կան վտանգավոր նյութեր։
Նախագծով նախատեսում են հետևյալ հիմնական դրույթները. Եթե արտադրական կեղտաջրի արտանետումն իրականացվում է կենտրոնացված ջրահեռացման համակարգով, ապա համակարգը պետք է ունենա բավարար թողունակություն եւ կեղտաջրի որակը պետք է համապատասխանի կեղտաջրի ջրահեռացման համակարգի արտանետման պահանջներին։ 2026 թվականի հուլիսի 1-ից չի թույլատրվելու արտադրական կեղտաջուր արտանետողներին վերոնշյալ պահանջներին չհամապատասխանող կեղտաջրերն առանց նախնական մաքրում իրականացնելու արտանետել կենտրոնացված ջրահեռացման համակարգ։ Նշեմ, որ արտադրական կեղտաջուր արտանետողները նախնական մաքրումը պետք է իրականացնեն տեղային մաքրման կառուցվածքներում իրենց միջոցներին հաշվին եւ տեղային մաքրման կառուցվածքների նախագծումը պետք է իրականացվի մասնագիտական կազմակերպությունների կողմից։ Նախագծի ընդունումը կօգնի ապահովել, որ արտադրական կեղտաջրերը համապատասխան ձևով մաքրվեն մինչև ջրահեռացման համակարգ արտանետվելը։ Դա կնպաստի ջրահեռացման համակարգերի եւ մաքրման կայանների պահպանությանը, դրանց արդյունավետ աշխատանքին, ինչպես նաեւ շրջակա միջավայրի պաշտպանությանը։ Շնորհակալություն։ Շատ լավ, շնորհակալ եմ, պարոն Մաթևոսյան։ Առաջինը պլաստիկի հետ կապված, ես ուզում եմ մենք այսօրվանից արձանագրենք, թե ինչ է պետք, որպեսզի 2026 թվականի դեկտեմբերի 30 կամ չէ, դեկտեմբերի վերջին կառավարության նիստում մենք չպարզենք, որ վայ այդ սահմանված ժամկետը չի լինում, իրատեսական չի եւ եկեք հետաձգենք եւս ինչ որ մի ժամանակով։ Դրա համար պետք է, որ հիմա ասում ենք 2027 թվականի հունվարի 1-ից, այսօրվանից երեկվանից պետք է լիներ, լավ ենթադրենք երեկվանից, բայց այսօրվանից ամենօրյա ռեժիմով այդ թեմայով աշխատանք պիտի արվի։ Տնտեսվարողների հետ, նախարարային իրազեկման արշավներ պետք է տեղի ունենան եւ այլն եւ այդպես շարունակ։ Եթե անհրաժեշտ է, պետք է աջակցության ծրագրեր անենք տնտեսվարողների հետ, թե ոնց են պետք է բովանդակություն տանք, պետք է ծրագիր տանք իրանք, որովհետեւ այդ մարդիկ մենք բոլորս սովորենք աշխատել, ապրել պլաստիկի հետ։ Հիմա մենք այս բաները չենք արձանագրում, արգելել պլաստիկը, մենք գիտենք ինչ խնդիրներ կան պլաստիկի հետ։ Արգելել պլաստիկը կամ նրա մի հատվածը, նշանակում է մեր կյանքի մի հատվածը sense կտրել եւ դնել մի կողմ։ Դա ցավոտ է, որովհետեւ հիմա ինչքան էլ մեր օրգանիզմի մաս չի, չնայած հիմա ցավոք նաեւ մեր օրգանիզմի մաս է, բայց պլաստիկը պոկել այդ ցավոտ process է։ Մեզ թվում է թե ինչ է, դե կառավարության որոշումը օրենքը ընդունեցինք, վերջ, լուծվեց։ Ոչ թե չի։ Մենք պետք է ուղեկցենք ամբողջ process-ը, հասկանանք մարդիկ ինչ խնդրեմ են հետ են բախվում այս որոշման արդյունքում։ Այդ խնդրի լուծման մեր ճանապարհը եւ ընկալումը որն է եւ այլն եւ այդպես շարունակ։ Երկրորդ հարցի հետ կապված, այսինքն ես ակնկալում եմ, որ առաջիկայում մենք նաեւ աշխատանքային քննարկումների ժամանակ դուք ներկայացնեք, թե մինչև 2027 թվականի հունվարի 1-ը մենք ինչ պլան ունենք այս որոշումը կյանքի կոչելու համար։ Երկրորդ ընդհանուր առմամբ պարզ է, մենք էլի տրամաբանական ինչ որ առումով մենք տնտեսվարողներին ասում ենք, որ դուք պետք է ներդրումներ անեք, որպեսզի արտադրական կեղտաջրերը մաքրեք։ Բայց մենք դեռ մեր իրականության մեջ մի ուրիշ արձանագրում չենք արել, որ որևէ օգտագործված ջուր առանց մաքրման բնություն պետքա չվերադառնա։ Որևէ ջուր օգտագործելուց հետո առանց մաքրման բնություն վերադարձնելը դա բնապահպանական աղետ է։ Հետևաբար մենք ամեն օր եւ ամեն ուր ապրում ենք բնապահպանական աղետի պայմաններում։ Չի կարելի ուղղակի որևէ ջուր օգտագործելուց հետո բնություն վերադարձնել առանց մաքրման։ Եվ իհարկե մենք ինչ որ ձևով, ինչ որ փաստաթղթերում սա գիտենք, բայց մենք իրականացման մեծ խնդիրներ ունենք։ Մասնավորապես այսօր ես նույնիսկ չգիտեմ, մեր ընդհանրապես բնակավայր կա, որ օգտագործված ջրերի մաքրման գործող նորմալ կայան ունի։ Ես խիստ կասկածում եմ, որ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։